Հայլանդ ջան, քեզ էինք սպասում, օպերատորը։ Պարոն Սիմոնյան, նախ մեր գործընկերներին ազգային ժողովից դուրս հանելուն անդրադառնանք, ձեր պահանջով հրահանգով են նրանք դուրս եկել եւ արդյոք չեք կարծում, որ այս պարագայում քաշքշելով լրագրողներին ազգային ժողովից հանելը պրակտիկա նախադեպ արդեն չի, պրակտիկա է դառնում։ Նախ իմ պահանջով չէ, այլ օրենքի պահանջով, սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, հայերեն լեզվով գրած է եւ քաղաքացիները լրագրողները, որոնք որ հավատարմագրված չեն ստացել զրկվել են, չեն կարող այնտեղ գտնվել։ Ես ուզում հասկանալ մեր լրատվական դաշտի հետ ինչ է կատարում, այսինքն նպատակը գալ լուր տալ նա ինֆորմացիան փոխանցել նահակետից բկետ, թե սեփական անձի շուրջ սկանդալ սարքելն է, սեփական հարցի մեջ այնպես ձևակերպումներ անելն է, որպեսզի բանախոսը ինչ որ ձևով հակադարձի եւ դա սկանդալ դառնա, սեփական քաղաքական հայացքները ներկայացնելն է։ Ուզում հասկանամ, խանգարում եք ժողովուրդ, ուզում հասկանամ լրատվությունը այսօր ինչով է զբաղվում։ Այդ մարդիկ իրավունք չունեն գտնվել նիստերի դահլիճում եւ նույնիսկ որպես քաղաքացի իրավունք չունեն գտնվել այնտեղ։ Դրա համար պետք է հանձնաժողովը նիստ անի, որոշում կայացնի, որպեսզի իրանք կարողանան ներկա գտնվել։ Բայց հանձնաժողովի նախագահը թույլ տվեց։ Հանձնաժողովի նախագահը նույնիսկ չի կարող թույլ տալ։ Օրենքով հստակ գրած է ամենայն հարգանքով բոլոր հանձնաժողովի նախագահների նկատմամբ, իմ բոլորն էլ իմ գործընկերներն են, բայց օրենքով գրած է։ Հիմա ես չեմ կարող թույլ տալ, որ ազգային ժողովի նիստերի դահլիճ, չգիտեմ, ինչ որ մեկը ձեզանից գա նստի, մեկ-մեկ լսի գնա։ Կարգ գոյություն ունի, եւ այդ կարգը խախտվել է։ Եվ ինչի օրինակ լրագրող Վահե Մակարյանի պարագայում իրան դուրս կհրավիրեն, այսինքն իսկ մյուս լրագրողների պարագայում, որոնց հավատարմագրումը նույնպես չի արվել, իրանք չպետք է դուրս հրավիրեն։ Ինչու հավատարմագրումից նրան զրկեցի։ Միայն նրա համար, որ տվել են Հայկ Գոնջորյանին մի հարց, որ նրան դուրս չի եկել։ Մենք հիմա նորից վերադառնում ենք այն բանին, ինչի մասին ես նոր խոսում եմ։ Դուք ասում եք այն, ինչ որ ձեր կարծիքն է։ Դրա հետ կապված, եթե չեմ սխալվում, դրա հետ կապված այսօր լրագրողներից մեկը բացականչում էր, որ դատական գործ կա եւ այլ, եւ դատարանը որոշի, եթե ինչ որ բան նես չի եղել, շատ բարի։ Նաեւ որոշակի առումով սա ըստ էության եւ նաեւ լրագրողների նկատմամբ ի վերջո 4-րդ իշխանություն են եւ մեկ հարցը չպետք է դառնա, անգամ եթե ոչ թույլատրելի վայրում է եղել, կարելի է նախազգուշացնել լրագրողի ի վերջո 4-րդ իշխանության դերը պետք է։ Բալակ ջան, նախ եւ առաջ 4-րդ իշխանության դերը պետք է 4-րդ իշխանությունը բարձր պահի եւ լրագրողները իրանց այնպես դրսեւորեն, որպեսզի հասարակ մարդիկ, ոչ թե քաղաքական գործիչները հաճույք ստանան խոսակցությունից եւ զգուշացնելու հետ կապված իրանց զգուշացվել է, որ իրանք դուրս գան։ Որևիցե դեպք չի լինում, երբ որ առանց նախազգուշացնելու մարդուն դուրս են հանում։ Եթե դուք Եվրոպարլամենտում, որևիցե այլ երկրում, հələ գնացեք, սա ռեժիմային շենք է։ Գնացեք, փորձեք ներխուժել, որևիցե կարգից դուրս տեսեք ինչ տեղի կունենա։ Չէ, մի րոպե։ Լրագրողին պատուհանից են հանում, պետքա դռնից մտնի։ Չէ, դա սխալ արտահայտություն է։ Դա այն դեպքում է, ճիշտ ես, դա այն դեպքում է, երբ որ խոսքի ազատություն չկա։ Այսօր խոսքի ազատության, չգիտեմ, վերածվել է ինչ որ տեղերի լկտիության։ Այսօր խոսքի ազատությունը դարձել է լկտիություն։ Ով ինտերնետ ունի, ով համացանց մուտք գործել գիտի, ինքը ազատ խոսքի հնարավորություն ունի։ Այսինքն համեմատում եք այն ժամանակները, երբ որ կային կառավարվող, լրատվամիջոցներին, չգիտեմ, ծեծող, լրագրողներին ծեծող եւ բանանող իշխանություն, խոսքի ազատությունը սահմանափակող իշխանություն, այսօրվա էլ, երբ որ լրատվական դաշտի 90%-ը ընդդիմադիր է, այստեղ կանգնած եք, ինձ ասեք, ո՞րն է իշխանը, ինքն է, որ իշխանության հետ կապ կարա ունենա, հեսա ասեք, հեսա, ձեզ վառ օրինակ, դուք բոլորդ ընդդիմադիր լրատվամիջոցներ եք, սխալ եմ ասում։ Այո, մենք չեզոք լրատվամիջոց ենք։ Լավ, չեզոք լրատվամիջոց եք, բայց իշխանական չեք եւ իշխանությունը ձեզ չի, ձեր գործունեությանը չի միջամտում եւ չի կարող, չէ՞ միջամտել։ Բա ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդ, լրագրողների գործունեությունը երեկվա վարչապետի ասուլիսի հետ կապված, հա, ասենք հարցազրույցը լրագրողը դա ինտելեկտի, դա չգիտեմ, բովանդակության, փոխանակում է, ցուցադրում է, այլ ոչ թե գաս դու իքես ցույց տաս, դիմացինին սադրես, քո ելույթը ունենաս, շատ վատ տեղ են գտնվում։ Այլ հարցեր։ Ահա, այլ հարցեր ունենք։